Հա, ամեն անգամ գալուց նստելուց ու ամեն անգամ ես ասում եմ, որ էլ ավելի շատ է ներսիս էներգիան, երբ որ ուզում ես մի բան խոսաս, մի բան ասես, մի բան հանես ներսից հետ, որովհետև այդ էմոցիաները ինչը որ մարդու հետ կատարվում է, ինձ թվում է մարդ պետք է խոսա դրա մասին։ Ամեն մեկիս խոսացածը մյուսի համար մի որոշակի դաս է, ու ամեն մեկիս ապրածը մյուսի համար որոշակի դաս է։ Մենք մարդիկս միշտ փորձում ենք ինչ որ եզրեր տանենք մյուս մարդկանց հետ, համեմատականներ, որ տեսնենք թե մյուս կյանքի մոդելները ինչից են բաղկացած ու ոնց են լինում մյուս կյանքի մոդելները, ոնց են ապրում, իրանց մոտ ինչա կատարվում, նույնատիպ վիճակներում, նույնատիպ սիտուացիաներում այդ մարդիկ ոնց են գործում։ Ու այդ համեմատությունները իրանք երկու ուղղի ունեն, չէ՞։ Մի համեմատությունը այն է, երբ որ մարդն գնում է դրա մեջ ու ինքը դեմոտիվանում է, ու էլ չի ուզում որևէ բանով զբաղվի, ինչ որ մի բան անի, որովհետև կարծում է, որ եթե այդ մարդը մյուսը արել է ու իդեալական է ստացվել իր մոտ, դժվար իդեալական լինի, ու տենց ինքը ասում է, դե ավելի լավ է ոչ մի բան չանեմ։ Իսկ մյուս մարդը, որը որ կարա ինչ որ համեմատություն տանի, դրա մեջ եթե ինքը փորձում է ռացիոնալ մնա այդ համեմատության մեջ, փորձում է կորզի այդ մյուսի ապրած մոդելը ու որպես իրան օրինակ ծառայեցնի, ու այդ մարդը կարողանում է սովորի մյուսների ապրածից, մյուսների մոդելներից, մյուսների կյանքից ու իր համար վերցնի ինչ որ բաներ, ինչը որ իր համար պետք կգա։ Բայց դրա համար նախ եւ առաջ պետքա մարդիկ խոսեն, ինձ թվում է, պետքա մարդիկ խոսեն իրանց կյանքից, պետքա մարդիկ փորձեն խոսել իրանց փորձառություններից, որ թույլ տան մյուս մարդիկ կարողանան դրանից ինչ որ մի բան քաղեն։ Բայց այդ ամեն ինչի մեջ պետքա խոսքը լինի անաչառ, որովհետև կյանքում ոչ մի բան իդեալական չի։ Ու մարդուն շատ է գրավում իդեալական մոդելները, մարդուն շատ է գրավում, երբ որ մարդը տեսնում է, որ գիտես ինչ, այս մեկը սրան հասավ, այն մեկը եսի ինչի հասավ, այն մեկը հասավ։ Պետք է ոչ միայն նյութական հասնելու մասին է խոսքը, այլ որպես մարդ, անձ, թե մարդ ինքը իրանից ինչա կերտում ու ինչա ստանում դրանից։ Ու շատ ժամանակ, երբ որ մենք ինչ-որ փոդքասթներ, զրույցներ ենք լսում, չէ, ժամանակ փոդքասթների մեջ շատ դեպքերում խոսվում է մենակ այն կողմի մասին, որ տես ես հասա, բան։ Ուտեղ անաչառություն չկա, ափսոս։ Պետք է այդ անկեղծ անաչառությունը լինի, որ ասվի, գիտես ինչ, ես դրա ընթացքում այսքան անգամ տապալվել եմ։ Դրա ընթացքում ես այսքան անգամ ֆեյլեր եմ արել։ Այդ ճանապարհի ընթացքում ես հասկացել եմ, որ այս պունկտերն է կարևոր։ Եթե անգամ ընկել եմ, գիտես ինչ, հետո հասկացել եմ, որ երբ որ ես սենց եմ մտածում կամ այս կերպ եմ լուծում հարցերը, դա ինձ օգնել է։ Բանալիներ տան։ Ոչ թե խոսքը լինի այնպիսին, որ դու լսես ու դրանից հիասթափվես, ասես բա հիմա այս ամեն ինչի մեջ բանալին որն էր։ Այդ անկեղծ խոսքը ինձ երևի թե պակասում է, որովհետև կամ խոսքը լինում է շատ հուզումնալից, կամ էլ խոսքը լինում է ոչ անկեղծ, որտեղ որ դու չես գտնում բանալիներ։ Այտենց գրքեր էլ կան, չէ՞, կեղծ հաջողակ դառնալու գրքերն են, որ դու կարդում ես, արդեն իր այտենց բանից, սկզբի հատվածից արդեն դու գիտես, որ այդտեղ ոչ մի բանալիներ քեզ չեն տրվում։ Ուղղակի ինչ որ մոդելների մասին են խոսում, որ պետք է ասենց, պետք է անենց, պետք է անենց, բայց դրա մեջ դու որոշակի բանալիներ չես գտնում, ինչը որ դու կարաս քո համար կիրառես, կյանքային բանալիներ էլ։ Իսկ այդ բանալիները ինձ թվում է գտնվում են հենց այնտեղ, որտեղ որ մարդը կարողանում է ինքը անաչառ լինի ու ինքը իր մասին խոսի, ոչ թե այնպիսին, որ գիտես ինչ բան, ես մեկը անցա, ուժեղ էի, բան սենց բաներ, այլ չէ, մարդը կարողանա խոսի նաև իր թույլ կողմերի մասին, որ մարդիկ տեսնեն ու ասեն, ախպեր, հա, բա էսի նորմալն է, բա էսա նորմալը, որովհետև մարդը թուլանալ էլ պետք է իմանա, մարդը պետք է կարողանա նաև ընդունի իր թուլությունն էլ, որ կարա ինչ-ինչ տեղերում թուլանա, ու այդ թուլացած տեղերում ինքը ինչ-որ ելք ու մոտիվացիա, ինքը ինչ-որ կյանքի ստիմուլ գտնի, որ կարողանա դրանից դուրս գա։ Հա,
Ես այդ զրույցներին օրինակ շատ եմ կարոտում, դրա համար էլ երևի թե փորձում եմ այդպիսի զրույցներ վարեմ, ինչքանով ստացվում կամ չի ստացվում, բայց ամեն դեպքում իմ զրույցների մեջ դրած իմաստը հենց դրանումն է, որ ես փորձեմ անաչառ խոսեմ ինձնից, իմ կյանքի մոդելից, իմ տեսած աշխարհից, իմ փիլիսոփայությունից ու դրա մեջ ներգրավեմ նաև այն տարրերը, որոնք որ իրական են, ոչ թե ինչ-որ հեքիաթից վերցված, կինոյից վերցված պատկերներ էլի։ Ու ինձ թվում է մարդը ամենաշատը կարիք ունի սովորելու ոչ թե գրքերից, ֆիլմերից, էսից, այլ ընդհանուր մարդը կարիք ունի ամենաշատը սովորելու կյանքից։ Իսկ կյանքը մարդը սովորում է, երբ որ կարողանում է տեսնել, թե մյուսները ոնց են ապրում, մյուսների կյանքերի մոդելները ոնցն են կամ ինչպիսինն են։ Մենք ինչ էլ անենք, ոնց էլ անենք, մյուսների կյանքը չենք կարող ապրենք։ Ամեն մի մարդ, այստեղ 9-10 միլիարդ մարդ կա, չէ՞։ Ամեն մի մարդ ունի իր յուրօրինակ ինդիվիդուալ կյանքը։ Ոչ մի ուրիշ մարդ այդ նույն կյանքը չի կարող ապրի։ Հա, բայց մենք կարանք վերցնենք այդ մոդելները ու փորձենք կիրառենք, տեսնենք այս մոդելները մեր վրա կաշխատեն թե չէ։ SSS դրվագներում, եթե մենք այդպես դրսևորվենք կամ նմանատիպ լուծումների գանք, դրանք մեզ կօգնեն, թե ընդհակառակը մենք դրա մեջ ավելի կդեմոտիվանանք ու իմաստը կկորցնենք։ Խոսքս սկզբից ոնց սկսեցի, ուզում եմ նաև վերադառնալ դրան, որ խոսելն ամենակարևոր բանն է, խոսելը տեղ հասցնելը։ Ու շատ ժամանակ ես էլ եմ այս վերջերս սկսել սովորել դա։ Շատ ժամանակ մենք կարծում ենք, որ դիմացինները պետք է իմանան, թե մենք ինչ ենք զգում, ոնց ենք զգում։ Շատ ժամանակ դիմացինները պետք է իմանան, այն որ օդից չգիտեն ոնց էլի, իմանան թե քո հետ ինչ է կատարվում, բայց այտենց չի։ Մարդը պետքա տեղ հասցնի իր ասածը, որ իր զգացածն ու իր հետ կատարվածը, որ մնացածը իմանան։ Ես դպրոցում ահա որ շատ էի սիրում ֆիզիկա, շատ էի սիրում ֆիզիկա, բայց ֆիզիկայից դասատուի հետ ոնց որ մեր ջրերը նույն առվով չէին հոսում։ Ես չէի սիրում, հեչ չէի սիրում այդ մարդուն, կին էր էլի։ Ինքը շատ ինչ որ չգիտեմ, այդ կինը սիրում էր այտենց ղեկավարեր ու սիրում էր, որ ինքը միշտ ճիշտ լիներ, բոլորին ինչ որ կծեր, բան, սենց ինչ որ հակումներ ուներ այդ կինը։ Ու ես հիշում եմ, որ ես գիտեի դասերը միշտ, բայց երբ որ ինքը ինձ հարց էր տալիս կամ ասում էր արի դասը պատասխանի, ես ասում էի չեմ սովորել։ Ոնց որ ես դիմադրեի իրան դրանով էլի, բայց ինչ էի դիմադրում, եսը չգիտեմ։ Հետո մի օր ստուգողականին ինչ որ ինձի հարցեր էր ընկել, այդ հարցերը ես չգրեցի, հետո երկու ստացա, տես ծնող կանչեցին, պապաս եկավ, հետո եկավ տուն, ասեց ես չեմ հասկանում, դու խի չես գրել էլի ստուգողականդ, вообще ասում ոչ մի բան չես գրել, բան։ Դե ասեցի պապ, ինքը չգիտի, որ ես գիտեմ։ Արա ասում ոնց կարա ինքը իմանա, որ դու գիտես, եթե դու չես գրում ու չես պատասխանում։ Հա, տունն էլ մի լավ խնդացին վրես։ Հա, ու հետո ես այդ օրինակը վերցրի հետս, որովհետև ոնց կարան մարդիկ իմանան քո հետ ինչա կատարվում, եթե դու դրա մասին չխոսես։ Ոնց կարան մարդիկ դրանից մի բան վերցնեն, եթե դու դրա մասին Այսինքն, եթե դու դրա մասին չխոսես, հա, դու դրա մասին չհայտնես, բայց շատ դեպքերում մենք մեզ այնքան վեհ ու մեծ ենք համարում, որ ասում ենք, դե չէ, պետքա մարդիկ իմանան քո հետ ինչա կատարվում, քո ներսում, ոնց է քո կյանքի մոդելը, ոնց է քո կյանքի փիլիսոփայությունը, երբ որ դու մարդկանց հետ փորձում ես խոսես։ Ինչ որ կետերում ես էլ չեմ հասկացել, թե խի է այդպես, բայց ես աշխատում եմ հենց դրա վրա, որ դա փոխվի, որովհետև մարդկանց միակ սովորելու տեղը դա լսելն է, թե ուրիշ մարդիկ ոնց են ապրում։ Ուրիշ կյանքերի մոդելները ինչպիսինն են ու այդ մարդիկ այս կերպ ապրելով իրանց ոնց են զգում։ Այդ մարդիկ այս կերպ ապրելով ինչի են եկել, ինչ հետևանքների են եկել, հա, սենց է դառնում։ Ու ընթացիկ մարդը անընդհատ կյանքի մոդել փնտրտուքի մեջ է, որ ինքը հասկանա, թե իր ամենահամապատասխան մոդելը որն է։ Մինչև այսօր մենք փնտրում ենք ճշմարտություններ, մինչև կյանքի վերջ ենք փնտրում մենք ճշմարտություններ, իսկ ճշմարտությունը փնտրելը դա ինչ է, դա կյանքի մոդել փնտրելն է։ Ամենաճշմարիտ կյանքի մոդելը, որը որ քեզ համապատասխանում է, բայց այնտեղ գոյություն ունեն հազար ու մի ասպեկտներ, որտեղ մարդ պետքա տեսնի, թե այս կերպ ապրելով ես ում ինչ եմ անում, այս կերպ ապրելով ում եմ ես լավություն անում, կամ այս կերպ ապրելս ինչի է ծառայում, սենց ասեմ ավելի ճիշտ էլի։ Որովհետև եթե մարդու ապրելը ինչ որ մի բանի չի ծառայում,
մարդու գոյությունը ինչ որ մի բանի չի ծառայում, ուրեմն էլ ումա պետք է այդպիսի կյանքը։ Իսկ այդ ծառայությունը մարդը պետքա դրա մեջ իմաստ գտնի, այսինքն ինքը նախ եւ առաջ տեսնի, թե իր լինելիությունը ինչին է ծառայում, կամ ում, կամ ինչերին, կամ չգիտեմ, ինչի համար է вообще իր լինելիությունը նախ եւ առաջ։ Ու հետո այդ ինչը, որ ինքը զգաց, որ դրա մեջ ինքը բանը իրան ռեալիզացնում է, պետքա դա իմաստ ունենա այդ տվյալ մարդու համար, որովհետեւ մարդը կարող անի ինչ-ինչ բաներ, որի մեջ ինքը իմաստ չգտնի, բայց ինքը ծառայի։ Այսինքն դու անում ես մի բան, ծառայում ես ինչ որ կետի, բայց էդի քո համար իմաստ չի, սենց։ Դրա համար մարդը պետքա կարողանա սաղ կյանքում, եթե մարդու մոտ արթնանում է այդ պահը, էլի, այդ մեծ գեր հզոր ցանկությունը, որ ինքը փնտրի ճշմարտություն։ Մարդը սաղ կյանքի ընթացքում այդ պահից սկսած ինքը փնտրում է իմաստներ, որտեղ որ ինքը, այսինքն ծառայություն համ կզգա, համ ծառայություն կմատուցի, համ էլ ինքը իրան կզգա իմաստավոր իր գոյությունը, կդառնա իմաստավոր իր համար։ Ու դրանից ամենամեծը, ինձ թվում է ամենամեծերից մեկը իմ համար դա, հա, արտահայտվելն է, արտահայտվելը։ Խոսելը այն մասին, թե դու ինչ ես տեսնում, ինչ գույներ ես տեսնում, կյանքի ինչ երանգներ ես տեսնում, ինչպիսին է կյանքը քո համար, ինչ տարերից է բաղկացած կյանքը քո համար, ինչ իմաստներ ունի կյանքը քո համար, որովհետև այդ իմաստը մեկը չի, հազար ու մի դետալներ կա այդ իմաստների մեջ, որոնք որ շատ բան կարա մարդուն իմաստ տա։ Հենց մեկ օրինակ, երբ որ ես սենց խոսում եմ, դա իմ համար նորից եմ ասում, մեծ իմաստ է։ Դրա համար խոսում եմ, բայց մյուս կողմից էլ ես չէի փնտրի իմաստներ երևի թե, եթե ես չուսումնասիրեի նաև ուրիշների կյանքերը, կյանքի մոդելները, ապրելակերպները, եթե ես չուսումնասիրեի, չտեսնեի, թե մարդիկ ոնց են ապրում, իմ համար չէր դառնա նաև կարևոր ապրելը։ Բայց երբ որ մարդու համար ապրելը կարևոր է դառնում, ինքը փորձում է ուսումնասիրի ուրիշների կյանքը։ Կյանքի իմաստն էլ հենց ինչն է, ապրելն է, չէ՞, ապրելը։ Բայց այդ ապրելու մեջ այնքան տարեր են բաղկացուցիչ դրված, որ դու ուզում ես հասկանաս, թե որն է լավ ապրելը։ Սկզբից քեզ թվում է, որ ֆինանսն է, ֆինանս ունենալն է լավ ապրելը։ Հետո այդ տեսլականը փոխվում է, ու դու զգում ես, որ չէ, ֆինանսից չի կախված քո լավ ապրելը։ Հետո դու փնտրում ես ուրիշ ճշմարտություններ։ Ինչ որ օր գալիս ես հանգում ես նրան, որ դու ուզում ես իմաստ ունենաս։ Դու փնտրում ես բաներ, որոնց մեջ դու իմաստավորված ես, ասում ես, թե սրա մեջ ես իմաստ գտնում եմ ու այսքանով ռեալիզացված եմ, ու սա ինձի բերում է այս զգացումը, որ ես լավ եմ ապրում, բայց դա փնտրել է պետք, առանց դրա չես կարա։ Հիմա եթե ես չխոսեմ, ինչ որ քչաթիվ մարդիկ, որոնք որ օրինակ այս ոդքասթը միացնում ու լսում են, իրանք դրա մասին կարող է ինչ որ ժամանակ մտածել են, բայց կարող է չեն լսել են ինչ որ զրույցներում, բայց շատ ավելի լավ որ էլի կլսեն, որովհետև սրա մասին երբ որ խոսվում է, դա արդեն միտք է տալիս մարդուն, որ մարդը նորից դրան գա։ Նորից դրան գալով իր մեջ չդադարի այդ փնտրտուքը, իր մեջ չդադարի այդ իմաստներ գտնելու գերագույն ցանկությունը, որովհետև ինչը որ մեր կյանքում կատարվում է, ինչի մեջ որ մենք կանք այդ մի կտոր հացն աշխատելու եւ այլն, ամեն ինչի ուղղված է նրա դեպի այն, որ մենք իմաստից զրկվենք։ Եթե մենք ընտրյալներ չենք ու մեր կյանքում սկզբից եւ այդ չենք գտել ինչ-ինչ բաներ, ինչը որ մեզ իմաստ ապահովում, մի կյանքով մենք դրանով ենք զբաղվում։ Այդպես մարդիկ կան երևի, էլի չգիտեմ։ Դրա համար խոսելը ու լսելը ամենասիրուն բաներից մեկն է, ամենաօգտակար։ Մեկ-մեկ երբ որ ես ոդքասթներ եմ լսում, ոչ թե սիստեմի, ոչ թե տնտեսության, ոչ թե կարիերայի, ոչ թե սպեցիալիստ լինելու կամ էսիենի մասին, որոնք որ ինձ բացարձակ իմաստ չեն ապահովում, այլ ընդհակառակը ես լսում եմ հոգևոր թեմաներով ոդքասթներ, ու ստեղ իմ ճտիկը վառվում է, ու տեղ իմ մեջ հարցեր են գոյանում, ու հետո սկսում է ներսս վառվել, ու ես հասկանում եմ, որ իմաստ ունենալը դա ստեղծարար լինելն է, ստեղծագործելն է, ստեղծարար լինելն է, բաներով զբաղվելն է, ինչը որ քեզ իմաստ է ապահովում, բաներ ստեղծելն է, ինչը որ քեզ բերում է ու ասում ախպեր, հա, կյանքդ ընտիր է, ինքնա կատարելագործումն է, երբ որ դու քեզնով զբաղվում ես։ Ես ինքս ինձ բռնցրել եմ այն փաստի վրա, որ օրինակ երբ որ ես գնում եմ ջիմ,
Նախորդ օրը գնացել էի ջիմ, ես կյանքիս մեջ առաջի անգամ 10 ռաունդ, 3 րոպեանոց 10 ռաունդներ տանձիկ եմ խփել ու բավականին ակտիվ։ Ու մեջտեղը 2 րոպեներ պաուզայով։ Ու այդ 10 ռաունդից հետո ես հելա այդ դահլիճից ու գնացի տենց սաունա մտա ու սաունայում հիմա ես զգում եմ, որ մարմինս ապրեց այդ ռաունդներին, հա, մարմինը շարժվեց, ապրեց։ Ու այդ սաունայում ես այդ ժամին մենակ էի ու ինքս ինձ ասացի, ախպեր կյանքը էս ինչ կայֆ բան է, էս ինչ լավ բան է, որ ես ապրում եմ ու ես շնորհակալ եմ, որ ապրում եմ ու հիմա ինձ սենց եմ զգում, ոնց ես հիմա զգում եմ ինձ։ Ու երբ որ ես ինձ այդ զգացման վրա բռնացրի, ռոսիոր, էս ինչ կատարելություն է ամեն ինչ։ Ինչքան կատարյալ է ամեն ինչ, երբ որ դու անում ես բաներ քո համար, երբ որ դու կատարելագործում ես քեզ, քո մարմինը, քո հոգին, դու քեզ փորձում ես բացահայտես, քեզ գտնես, իմանաս քո մասին, փորձես հասկանաս քո մեջ ինչն է աշխատում, ինչն է ամենաշատը վառում քեզ, ինչն է քեզ ամենաշատը ապրացնում։ Ու երբ որ դու քեզ դրա վրա բռնում ես, արա ասում ես, այս ինչ կատարյալ է կյանքը։ Չգիտեմ, ինչից սկսեցի ուր եկա, բայց ուզում եմ ավարտեմ խոսքս նրանով, որ խոսեք շատ, խոսեք, արտահայտվեք, որովհետև արտահայտվելով է նաև, որ դուք ինքներդ ձեզ լսում եք, արտահայտվելով է նաև, որ դուք լսում եք ձեր հոգու կանչը, ես կամերաները միացրել եմ ու ես չեմ մտածել, թե ինչից եմ խոսելու, ես նստել եմ ու թողել եմ, որ իմ հոգին խոսի, իր կանչը ազատվի։ Ու այդ է իմ համար այդ անաչառ ու այդ է իմ համար ամենաանկեղծ զրույցը, երբ որ դու կարաս թողես ինքնահոսի, ինքը իրանից խոսի ինչ որ կգա։ Ու մոնտաժ չանես, բարեր, մարեր չհանես, էս չանես։ Ոնց կգա ինքը տենց կանի կգա։ Անաչառ լինենք կյանքում, փորձենք խոսենք ու փորձենք մեր մեջ զարգացնենք այն կարողությունը, որ հոգու կանչը թողենք վերածվի բառերի ու դուրս գա մեր ներսից, որ մարդիկ իմանան, թե այս մարդու հոգին ինչի մասին է, այսինքն գոյություն ունի նմանատիպ հոգի, ում կանչը սրա մասին է, այս գույնը ունի, այս հոտը ունի, որովհետև մարդ այս կառոպկեն մենակ չի այդ մարմնից բաղկացած էլի, ընդհակառակը մարդը ավելի շատ այն է ինչը որ մենք չենք տեսնում ու դրա համար մենք պետքա զարգացնենք մեր մեջ այդ կարողությունը, որ այն մատերիալը, որը որ մենք չենք տեսնում մարդկանց մեջ կամ մարդիկ մեր մեջ զարգացնենք, որ տեսնեն, որովհետև երևի թե կյանքը նաև ոչ թե նաև, այլ մեծ մասով նաև դրա մասին է, որ մենք կարողանանք տեսնենք ոչ թե մարդկանց ֆուտլյարը, այլ տեսնենք մարդկանց ներսը ու չխաբվենք այդ ամեն ինչի մեջ։ Շնորհակալ եմ զրույցը կիսելու համար, շնորհակալ եմ լսելու համար, շնորհակալ եմ ձեր գրառումների համար, շատ շնորհակալ եմ։ Դա ինձ ոգևորում է, լրիվ անկեղծ։ Չի կարա չոգևորի, ինձ ոգևորում է այդ ամենը։ Ու դրա համար շնորհակալ եմ, որ մաս եք կազմում ու գիտեմ, որ խոսում եմ ուղղակի չի, շնորհակալ եմ, մերսի։